Աշխարհում ամենաշատ դոլարային միլիոնատերերը Նյու Յորքում են 384,500 մարդ։ Միջազգային Henley & Partners ընկերությունը հրապարակել է ամենաշատ միլիոնատերեր ունեցող 50 քաղաքների ցանկը։ Երկրորդ տեղում Սան Ֆրանցիսկոն է, այստեղ 342,500 միլիոնատեր կա։ Հաջորդում են Տոկիոն, Սինգապուրը, Լոս Անջելեսը։ Տասնյակում են նաև Լոնդոնը, Փարիզը, Հոնկոնգը, Սիդնեյը, Չիկագոն եւ Միլանը։ Մեծ զարգացում մենք տեսնում ենք այն քաղաքներում, որտեղ որ տեղի են ունեցել մեծ տեխնոլոգիական զարգացումներ, այսինքն մեծ տեխնոլոգիական ընկերությունների ներկայություն ենք այնտեղ տեսնում եւ դրանով պայմանավորված տեսնում ենք, որ այնտեղ կան մեծ կարողություն ունեցող անհատների մեծ քանակ։ Եվ ինչպես ասեցի, հարկային ռեժիմները ու հարկային փափուկ կամ կարող եմ ասել անգամ ուղղակի պարզ ռեժիմներ է, հասկանալի ռեժիմների առկայությունը։ Նմանատիպ օրինակ շատ լավ օրինակներ է Դուբայը, Մայամին, Սինգապուրը։ Սենտի միլիոնատերերի թվով եւս առաջատարը Նյու Յորքն է, 818 հոգի այնտեղ 100 միլիոն եւ ավելի դոլար ունի, սակայն միլիարդատերերի թվով Սան Ֆրանցիսկոն է առաջինը, 82 միլիարդատեր կա այդ քաղաքում։ Նյու Յորքը հանդիսանում է աշխարհի մեգապոլիսներից, Նյու Յորքը բիզնես քաղաք է, ոչ թե պարզապես քաղաք, եւ այդ առումով իհարկե նաեւ տարբեր երկրներից բազմաթիվ միլիոնատերեր տարբեր տարիների ընթացքում ներգաղթել են ԱՄՆ-ի մակարդակով եթե դիտարկենք, միլիոնատերերը արդեն այսպես ասած շատ մեծահարուստներ չեն դիտարկում, չեն համարվում։ Վերջին 10 տարում միլիոնատերերի ամենամեծ աճը եղել է Չինաստանի Շենժեն քաղաքում, 142%, հասել է 50,800-ի, 108%-ով աճել է այդ երկրի Հանգժու քաղաքի միլիոնատերերի թիվը, հասել 32,200-ի, երրորդը Դուբայն է, 2014-ից 102%-ով ավելացել է միլիոնատերերի թիվը, դառնալով 81,200։ Միլիոնատերերի գործունեության վայրերը ուղիղ կապված են աշխարհի տնտեսությունների հետ։ ԱՄՆ-ն առաջատարն է եւ ԱՄՆ-ն աշխարհի առաջի տնտեսությունն է։ Չինական քաղաքներում նույնպես նկատվում է նույն բանը եւ մենք տեսնում ենք, որ Չինաստանի զարգացումը տնտեսական ինչ ցուցանիշներ է ցույց տալիս եւ դրան համապատասխան մենք տեսնում ենք մեծ կարողություն ունեցող անհատների թվաքանակի մեծ ավելացում։ Եվ Հնդկաստանի Բանգալոր քաղաքը օրինակի համար մեծ էլի ցուցանիշներ է ցույց տալիս եւ դա վերջի շրջանում, այսինքն հեղափոխական ցուցանիշներ է։ Տնտեսագետի գնահատմամբ տնտեսության զարգացվածության աստիճանից է գալիս հարստությունը։ Օրինակ Չինաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ, սրանք կենտրոններ են, աշխարհաքաղաքական նաև կենտրոններ, որոնք գեներացնում են ամբողջ աշխարհի տնտեսությունը։ Եվ այդ տրամաբանությունը այո հիմքում կա, որ տնտեսական լուրջ քաղաքականություն գրանցած երկրներում, որոնք ապահովել են տնտեսական բարեկեցություն, տնտեսական աճի բարձր մակարդակ, հենց այդ երկրներում են կենտրոնացած միլիոնատերերը։ Խոշոր հաշվով դա նշանակում է, որ անհատների միջոցով է պետությունը դարձել հարուստ, դարձել բարեկեցիկ եւ այստեղ անհատի գործունեության ոլորտին, բիզնես միջավայրի բարելավման ուղղված գործընթացները կարծում եմ կարևոր նշանակություն են ունեցել։ Թոփ 50 քաղաքներից ընդամենը 2-ում է վերջին 10 տարում միլիոնատերերի թվի անկում գրանցվել, Մոսկվայում 25% եւ Լոնդոնում 12%։ Եթե տնտեսական միջավայրը առողջ է, ապա ներհոսք է նկատվում, արձանագրում է միջազգային ընկերության խորհրդականը։ Այն քաղաքական իրավիճակը, որում որ հայտնվել է Մեծ Բրիտանիան հիմնականում ներքաղաքական առումով եւ Ռուսաստանի Դաշնությունը հիմնականում արտաքին քաղաքական իրավիճակով պայմանավորված բերեցին նմանատիպ իրավիճակի, այսինքն որպես ես նորից ասեմ, սա փաստորեն դա նույն ֆորմուլան է, այսինքն տեղի ունենում ինչ որ անհասկանալի իրավիճակ, որտեղ որ մարդիկ փորձում են ինչ որ պարզ հասկանալի վիճակ հասկանալու համար իրանք գնում են, այսինքն իրանք չեն կարողանում ճիշտ գնահատել թե ինչ է կատարվում, վախեր են առաջանում եւ վախերի արդյունքում մենք տեսնում ենք մեծ կարողություն ունեցող անհատների արտահոսք։ Դանիել Խաչատրյանի գնահատմամբ, եթե Հայաստանն ապահովի բազային գործոնների առկայությունը, ապագայում այստեղ եւս ներհոսք կարող է լինել, իսկ ապագայի սպասումն այն է, որ ԱՄՆ-ն կպահպանի առաջատարի դիրքը, ցանկում էլ Չինաստանի նոր քաղաքներ կավելանան։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։